Խեղաթյուրում ամեն մի հարց ունի մեկ պատասխան, այս օրերին դիտելով, թե որքան են խեղաթյուրում հայ ազգին և որքան են նորից խաբում ամեն ինչի մեջ, մարդ էլ համբերություն չի ունենում, որպեսզի չասի ամբողջը, որ հասկանա, որ ձեզ խաբում և խաբելու են անընդհատ, եթե ինքներդ չեք պաշտպանելու ձեզ, ձեր նմաններին, ձեր երեխաներին, ձեր տեսակին։ Հասնենք առաջ, որպեսզի հասկանալի լինի։ Նախ պատվի հարցը, եթե մենք ուսումնասիրում ենք Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, լավ մի կողմ ենք դնում Թուրքիան, 1000 տարի է մեր տարածությունում է, մենակ Ադրբեջանը, ապա ինչ ենք մենք այստեղ տեսնում, որ Կոկա-կոլան ավելի հին է, քան Ադրբեջանը, և եթե այս նկարներին ես դիտում, ապա սկսած այս ժամանակներից մինչև գոնե այստեղ որ կանգ առնենք, քանի որ սրանք արդեն այդ ժամանակներում են, թեկուս մինչև այստեղ, մինչև Խրիմյան հայրիկ կանգ առնենք, ապա մենք կտեսնենք, որ չի եղել նման երկիր, և այսօր նվաստանալ, որ այս տականքը, այս բրուտների լրտեսը, որի թևերի տակ փափուկ բարձ են դրել, այս ասեց, այն ասեց, անհարմար է, սա պատվի հարց է, անհարմար է հայ ազգի համար, ազգին դարձրել է ոտի տակի փալաս փողոցային խուժանի հետ, սա միևնույնն է, որ սրանցից որևէ մեկին, այստեղ գտնվողներից որևէ մեկին, երբ որ մոտենար, օրինակի համար վերցնենք Մարտիրոս Սարյանին վերցնենք կամ վերցնենք այստեղ ավելի հնագույններից, լավ վերցնենք Մարտիրոս Սարյանին կամ Վիկտոր Համբարձումյանին, Վիկտոր Համբարձումյանի դեմը եթե կանգներ Սերժ Նարիմանովը կամ Լևոն այդ պոռնիկ գոռը և ճիպոտն առներ ծեծեր նրան, ինչ կասեիք, չէիք ասի, որ այ փողոցային պատսան, որ դու նույնիսկ պատմություն չունես, ոնց ես նման գիտնականի վրա հարձակում, նույնը այստեղ այս ամենն է, աշխարհին բացատրելու, թե դու ով ես, աշխարհին ներկայանալու, թե դու ով ես, կոչ ու հուփ եք եկել այս տականքի մի քանի միլիարդ, որ պետք է աշխատի, ամբողջ ազգին դարձրել է ծաղր ու ծանակի առարկա, և այստեղ եթե խոսում են, եթե այստեղ վերցնում ես ու խոսում են նրա տերերը, ապա նրա տերերը չեն ասում, որ այ տղա, մի քիչ կարգին խոսի, քանի որ դա նաև մեր պատվի համար է, ոչ, պատիվը գցել են ամենացածր մակարդակի վրա, ինչի եմ այսքանը ասում, հիմա կբացատրեմ, որպեսզի պարզ լինի ձեզ, ինչի եմ այս ամենը ձեզ բացատրում, հիմա ասնենք օրինակին, օրինակ, սա է, գիտեք որ սա է, օրինակի կարիք էլ չկա, սա է աշխարհի տերը, այս աշխարհի տիրոջից նրա այն տղան, որը նահանգներում է, հրահանգ է ստանում այս տականքը, որ ինքը մի քիչ կապկություններ անի, մի քիչ այսպես անի, մի քիչ այնպես անի, սրանցից նույնպես և այս ճանապարհով, և այս ճանապարհով, և այս ճանապարհով, և այս ճանապարհով, և այս ճանապարհով գալիս են հրահանգները, թե այս ոչխարը ինչ պետք է խոսա, բայց այս անասուն միևնույն ժամանակ այստեղից գալիս է հրահանգը սրան, քանի որ սա է մեկնում սրանց մոտ, սա պահկված է իր գետնի տակն է մտել, և սա հրահանգը ուղարկում է սրան, թե ինչ են նրանք պայմանավորվել, սա էլ նույնը կատարում է,
Սրանցից հրահանգը իջնում է սրան, միևնույն ժամանակ սա է հրահանգ տալիս, և պարզ, եթե հայկական ծառայությունները գաղտնի լսած լինեն, պարսը ասում է, որ Էստեղից ասացին, որ այսպես կխոսես, էստեղից ասացին, այսպես կխոսես, միևնույն ժամանակ սրանց դեսպանատնից է գալիս այս տականքին հրահանգ, թե ինչ պետք է անի, միևնույն ժամանակ Եվրոպայի, Հայաստանի կուրատր Ֆրանսիայից է գալիս սրան հրահանգ, թե այս ոչխարը ինչ պետք է կատարի, միևնույն ժամանակ նրա պապան, որ փոխել են արդեն Ռուսաստանին, Թուրքիայով, նրանից է հրահանգ գալիս, և այս տականքը, ինչ խոսում է, դա իր ասածը չէ, դա իրեն ստացած այս ճանապարհներով, նրանց ասածն է սա կրկնում, քանի որ այս տականքը արդեն ինքը վաճառելով Արցախը, նրա վրա այնքան ալիբի ունեն, որ նա դրանից փախչելու հնար չունի, և Հայաստանում էլ սրան չեն փոխում, քանի որ նույնը իրենք են ստանալու, կարող էր չէ այդ Ռոբերտի լակոտը նստեր սրա փոխարեն, բայց քանի որ նա իրեն թույլ չի տա սրա ասածները կրկնի այդ ցանցառությունները, նույն ցանցառությունները, երբ որ սրա տղային ասում է, սա է կրկնում, նույն հիմարությունները, սա է կրկնում, որ իրենք են այստեղ հիմնական ազգը, ինչպես նշեցի վերևում, նույնը սրանք, և եթե այս մի քանիսի սրա և սրա, միևնույն ժամանակ նաև սրան զրույցները լսես, ապա կհասկանաս, որ այս տականքը բրուտը մեզ տանում է անվերադարձ վերջնական կործանման, և այստեղ այս ամենակարևոր տականքը, որը կարող էր Ռուսաստանը ծաղկեցնել, բայց քանի որ ինքը լրտես է, Ռուսաստանը տանում է կործանման, միևնույն ժամանակ սրա վրա կա երկու հոգի, մեկը կին, մեկը տղամարդ, որ անդադ հսկում են, որ սա ուրիշ տեղ որևէ բան չխոսի, բացի դա նաև այլ բան չպահանջի, երբ որ սրանց հետ հանդիպում է ունենում կամ սրանց հետ, նա միայն դեմքն է, և քանի որ ինքը մեծ կրթություն ունի, այստեղ հարցը նրանում է, որ նրան հսկում են, պետք է ասես սա, պետք է ասես նա, և ինքնաթիռում, և իր կաբինետում, և քնած ժամանակ, անընդհատ սա հսկվում է, բրուտների կողմից, նշանակած երկու անձնավորության կողմից, իսկ այս տականքը, քանի որ ստորագրել է, որ ինքը նրանց տականքն է, սա էլ ստորագրել է, որ սրանց տականքն է, և այլն, սրանք բոլորը խաղում են այդ կեղտոտ խաղը, պատկերացրեք օրինակի համար ձեր մոտ ինչ-որ մեկը հզոր տղա է, թաղային հեղինակություն է, և թաղային հեղինակություններից նաև մեկ այլ փոքր հեղինակություն սրանից գումար է տանում, հիմա էլ սրա միջոցով ասում է, ասեք, որ սրան պետք է տա իր հողամասի այսքան մասը, սա գալիս է սրանց հետ խոսալու, ասում են լսի, քո տարածը նորից դու տար, բայց մեր գործերին մի խառնվի, այսքանը արդեն կտրելու ենք տանենք, հետագայում այսքանն ենք կտրելու տանենք, վերջում էլ սրան այսպես ենք անելու, սա քո գործը չէ, դու ինչքան կարում ես արագ քո փայը տար, և սա էլ էստեղ լուր, և չմոռանանք նաև այս տականքի ասածը, այս լրտես տականքի ասածը, որ սրանք մեր բարեկամներն են և Արցախյան պատերազմից հետո, և մենք դա երբեք անուլիրովետ չենք անի, նրանք միշտ կմնան մեր բարեկամը և գործընկերը, այսինքն հասկացնել տվեց, որ ձեր գլխի ճարը տեսեք, և անցնենք առաջ, որպեսզի հասկանալի լինի, սա Շուշիի քարտեզն է,
Եթե Շուշիում 2000-անոց զորք լիներ տարբեր տներում, տարբեր տեղեր թաքնված մեկը մյուսին գաղտնի հրահանգ տալով, ադրբեջանցին ոնց էլ մտներ, 1000 հոգու դիմաց նա պետք է 100,000 զոհ տար, բայց նաև այստեղ չմոռանանք, ոչ մի զինվոր էլ, ոչ փայտից է կառուցված, ոչ էլ երկաթից է կառուցված, նրանք մարդ են, որը ունի վախ, որը տեսնում է, որ դա հնարավոր չէ, չի կատարի երբեք, կգնա մի տեղ կպահկվի եւ այլն։ Այսինքն հանձնվել է ամբողջը։ Դուք նայեք այս ամբողջը եւ նրանք ինչպես պետք է մտնեին, ինչպես էլ մտնեին ցանկացած տեղից նրանք ոչնչացվում էին, որտեղից էլ նրանք գային, ոչնչացվելու էին։ Եվ սա պատրվակ են ստեղծել, իբր պարտվեցինք բայրակթարներին Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան եւ նրանց ծառաներ, ոստիկաններ, սերժիկներ, ռոբիկներ նաեւ, որոնք տվել են կոորդինատները կուտակված հայ զինվորներին ոչնչացնելու։ Այս փաստերն էլ կա, այս փաստերը կարող ենք նաեւ ապացուցել ցանկացած պահի։ Հաջորդը Սուլիկը դեռ ապրում է, հասարակ սուտ, ղազախական ծորեն ենք ստացել Ադրբեջանից։ Ոչ ոք չկանգնեց այդ ընդդիմություն կոչվածը կամ ժողովուրդը ոտքի կանգներ, հիշեցնեմ ձեզ 92-3 թվականներին, երբ որ սով էր Հայաստանում, Ասադը տվել էր ծորեն Հայաստանին 2 ամսվա ծորեն էր տվել, այդ ծորենը Խոսրով Հարությունյանը տարավ Թուրքիա, փոխարինեց անվորակ, մեջը կռիսներով լիքը կեղտոտ ծորենով, որից ստացվում էր DSP տիպի փայտի նման հաց, որը ուտելու չէր, մարդիկ այդպես էլ չկերան, նույնը այսօր էստեղ, ինչ գիտեք սա ինչ ծորեն է, որը Ադրբեջանով է եկել։ Երկրորդը, iPhone-ները, եթե մենք Հայաստանը ստանում է օրինակի համար Էմիրատներից այդ ճանապարհներով, ասել, որ էմիրատական iPhone ստացանք, այս փոքրիկ սուտը ցանկացած երկրում, եթե առաջի դեմքը ասում է, նրան արդեն պետք է ասեին հրաժարական տուր, այսինքն բոլորը այդտեղ նստած սկսած իրենից, իրեն պապա Լևոնով վերջացած վերջին մլիցով, մլիցա եք, դրա մայր մլիցա եմ ասում, բոլորը այդ 100-120 հազարը բոլորը տականք են, և այս սուտը ում համար է խոսում, և հիմա պարզենք սպանել ամբողջությամբ, ինչպես նշել եմ հին ֆիլմերում, բրուտը այնքան կեղտոտ և սրիկա էր մեր նկատմամբ, որ նույնիսկ Հայաստանի քարտեզը, Վրաստանի Ծախալքյալա Կախալցխա Բագդանովկա Բաթումի մարզը կտրելով նաև տալով Ադրբեջանի Նախիջևանը և Արցախը, Հայաստանը նմանվեց կնոջ գլխով բարակ վզով մի քարտեզի, սա վիրավորական է, սա շատ վիրավորական է և այսպես վիրավորված 100 տարուց ավել ապրեցինք, որից հետո բերվեցին այս 4 տականքները և այս 4 տականքների միջոցով Հայաստանը ավելի դարձավ խոցելի։ Նախ էստեղ սկսեմ մի մասից, որպեսզի հասկանանք։ 88 թվականի հունվարի կեսերից մինչև փետրվարի 5-ն էր կարծեմ, ես գտնվում էի Բաքվում, կամանձիրովկա էր կոչվում այդ ժամանակ, կամանձիրովկա էի գնացած, և նրանց խաբելով մի քանի միլիոնի պայմանագիր էի կնքել, ֆրանսիական ապրանքի երեսը մաքրելով ներկայացնելով իբր մերն է,
եւ դա ցույց տալով, որ ընտիր աշխատում է, նրանք մի քանի միլիոնի կնքեցին, քանի որ մենք վաճառում էինք 100 ռուբլով դա, իսկ նրանք ֆրանսիացիք դա վաճառում էին, եթե ռուբլով հաշվենք 600 ռուբլով մոտավորապես։ Եվ այդ ժամանակ Բաքվու եւ մոտակա Պրիմորսկ եւ այլն շատ վայրերում եմ եղել եւ տեսել եմ, թե ինչպես են այնտեղ ապրում եւ տեսել եմ, որ այնտեղ կենտրոնում գտնվող բոլոր խանութներ, ռեստորաններ, կարևոր օբյեկտներ հայերն են աշխատեցնում եւ Բաքվի խանութները թեկուս հագուստի նման չէր Հայաստանի հագուստներին, աշխարհի ամեն տիպի հագնելիք կարող էր այնտեղից ճարել, հատկապես կանանց համար։ Հայկական սիգարետները, որը 30 կոպեկ էր Հայաստանում ամենաթանկը, Կոսմոսը եւ այլն, Աղթամար եւ այլն, այն հրազդան կար, թե ինչ էր կոչում այդպես, ամեն մեկը գին չկար կպցրած որևէտեղ, 1 ռուբլով էին վաճառում եւ այդտեղ կար 300,000 հայ, արցախյան ավանակներ, հատկապես են Զորի Բալայան, ձեր ինչին էր պետք բարձրացնել ինքնորոշման հարցը Արցախի, երբ որ 300,000 տեղի հայերը այսօր էլ կարող էին եղանակ ստեղծել այնտեղ, պլյուս դրան ամբողջ Արցախը, Դաշտային Արցախը, պլյուս Կիրովաբադը, Սումգայիթը եւ այլն։ Այսինքն հայը միշտ աննասունի դերում հանդես է եկել որպես համար առաջի աննասուն ամբողջ աշխարհում։ Սա ես ասում եմ նրա համար, որպեսզի հասկանալի լինի։ Դրանից հետո Ախալքալա Կախալցխա Բագդանովկայի հայերը հասկացան եւ նրանց հետ շատ էլ խոսել եմ, որ սա թակարդ էր Հայաստանի համար եւ իրենք այդ թակարդը չընդունեցին, թեպետ Նիկոլին ուղարկել էին, որ այնտեղ էլ հեղափոխություն աներ, որ Հայաստանը ընդհանրապես վերանար ավելի արագ եւ նրանք լուր սրան հետևին տալով ճամփեցին։ Նույնը Արցախում պետք է կատարվեր, ձեր ինչին էր պետք, ինչ տարբերություն, Սերժիկն ու Ռոբիկը կամ Լևոնն էին ձեզ բռնաբարում, թե ադրբեջանցիք, առանց են էլ ոչինչ բան չէին կատարելու, ապրում էիք ձեզ համար, ինչ տարբերություն այնտեղ։ Եվ Բաքվի եւ այլ քաղաքների ամենալավ տներում եւ թաղամասերում հայերն էին ապրում, ինչ կար այստեղ չհասկանալ։ Միայն վերջին 85-88 թվականներին ոչ միայն հայերին, նաեւ ռուսներ, հրեաներ եւ ադրբեջանցի հարուստ գրագետ մարդկանց այդ տականքները, ղեկավարները ուղարկում էին նորակառույց Բաքվի շրջակայքում, օրինակի համար 3-րդ մաս, բայց նորակառույց շենքեր, իսկ այդ հին թաղամասերում բերում էին ոչխար պահողներին, քանի որ նրանք մեծ գումար էին տալիս նրանց։ Եվ մի ադրբեջանցի, որը ինձ հետ խոսեց, իր տուն էլ էր հրավիրել, ասաց, ուզում ես գնանք հարևանների տուն, տես որ վաննայի մեջ ոչխար են պահում, նրանք չեն լողանում, եւ դրա համար է այսպես շան հոտ կպած ամբողջ Պադեզդում, Բաքվի կենտրոնում։ Ինչն եմ ուզում ասեմ, ինչի հետ եք համեմատվել եւ ինչ է կարել, եւ այստեղ, եւ Մակրոնը մի քանի անգամ ճիշտ խոսեց, թեպետ ինքն էլ է տականք, այս հոմոսեքսուալիստը, այս տականքն էլ ճիշտ խոսեց, միևնույն ժամանակ, այս երկուսն էլ են ճիշտ խոսում, ինչի են նրանք ճիշտ խոսում, քանի որ նրանք կատարում են բրուտի հրահանգը եւ ինչ ճանապարհով է գալիս, նրանք դա ասում են նախորոք հայերին, թե գլխների սրանից հետո ինչ է գալու, սա պարզ ասեց, որ Ադրբեջանը
եւ պայմանագիր է ստորագրել մեր ընկերն է եւ տարածաշրջանում Թուրքիան մեր ամենալավ բարեկամն է, քանի որ կա Բոսֆոր Դարդանել եւ Ռուսաստանի Պետդումայի քանի հոգի Հայաստանում ասել են դե այդպես է, ինչ անենք, ձեզ պետք է մանրադրամի տեղ տայինք։ Հիմա էլ այս երկու պորնիկը, նաև սա, ինչ եք ոտքի կանգնել նորից Ռուսաստանի պարապարում։ Չէ որ առաջի դեմքը նա չէ։ Երբ որ Սերժիկը 14 թվականին հանդիպեց Արմեն Սարգսյանի հետ, այն որ բրուտների մոտ ու կաթողիկոսի հետ բրուտին ու բրուտի կնոջ հետ նույնիսկ ռեստորան գնացին, հրավիրել էին ռեստորան $100,000 սեղան փակել, ասացի Սերժիկը ունի մեծ հնարավորություն փրկելու Հայաստանը։ Բրուտն էլ ինչ որ Հայաստան գալուց հետո առաջարկել էր, որ ջերմուկի մոտի այդ հանքերը աշխատեցնեն տան իրենց, այդպես էլ հետագայում չհասկացվեց, թե ինչ կատարվեց, սա այս տականքը պայմանավորվել էր, թե չէ, ինչ եմ անընդհատ Սերժիկին մատնանշում, սրանց անտեսում, որովհետև այս երկու տականքը մանր կարգի տականքներ են, ավելի շատ կապեր դրսի հետ ունի սա, բացի ավելի շատ կապ ունենալը, նա նաև ամբողջ սիտուացիային երևի այս տականքն էլ չի տիրապետում հիմիկվա այս վերջին 7 տարվա, քան սա է տիրապետում, քանի որ սա գլխի է, իրեն ինչ են ասել, ինչ պետք է աներ, ինքը ոնց էր այդտեղ եւ նրան խափում մինչեւ իրա 10 տարին անցներ։ Եվ սրանց վրա բոլորի վրա էլ ալիբի ունի եւ հասկանալ է, հիմա այս երկու տականքդ ինչ եք ոտքի կանգնել նորից սրա գովքն է կանում, չէ որ սա լրտես լինելով մարդկանց մեջ կա ինչ որ գոնե 1% մարդկայնություն, պարզ ասես որ ռադներդ քաշեք մեզնից, մենք մեր գլուխն ենք պահում, այս պահին բրուտը մեր մայրիկն է լացացնելու, եթե ձեզ թիկուն կանգնեցին, պարզ ասեց, կարող էր սրա հետ ոչ մի պայմանագիր չստորագրել կամ թաքուն ստորագրել, կատարեց բաց ստորագրություն, որ հասկացնի, որ Արցախն էլ եք տալու, այ ոչխարներ, պահեիք, կռվեիք, չանեիք, թեկուզ մենք էլ ենք ասել, սա կարևոր չի, որ ռուսն է ասել, որ տվեք, կարևորը նա այդ, ինչպես մի անգամ մեկը շեշտեց, անազգանունը մոռացա, ռուսների կողմից ծագումով հայ, որ անջատեիք բոլոր կողմերից հեռախոսները եւ պայքարեիք, կռվեիք, հաղթեիք, ոչ թե ասեիք, ասել են տանկ պրծնենք Հայաստանը մնա, մեզ նորից թալանենք այս 4-ով, չէ, տեսակ որ դա չեղավ, ունեցածը չեն տալիս, եւ այսօր էլ որ սա դեմ է տվել, հիմա էլ էս է ուզում, այսքանն է ուզում, սա ամբողջությամբ է ուզում, սա պատահականություն չի, պատահականությունը այս ոչխարները դեք։ Եվ թե սա ստիպեց, որ սա արտահայտվի, որ Արցախը Ադրբեջան է, թող ստիպեր, 1000 անգամ ստիպեր, կանգնեիր ասեիր, չեմ ասում, կանգնեիր, տղամարդ էր, թեկուզ Գյուլեին, կանգնեիր ասեիր, աշխարհ, մակ, այս տականքը սենց բանը ասել, Արցախը մեր էթնիկ հողն է, ես տալու բան չունեմ, եւ 100 տարեկան ձեր ստեղծած կեղծ պետության համար ես չունեմ տալիք իմ հազարամյակների էթնիկ հողը, որևէ մեկը արտահայտվեց, հիմա էլ այդ լրագրողներ, սրանց սազանդարները, սազն առած մեկը սրան է գովում, մեկը նրան է գովում, ամենաճիշտը խոսում են դրսի մարդիկ, ներսից մենք ոչ մի բան էլ չենք իմանում, իսկ դրսից սրանց ասածը երբ որ սա ասում է, հետագայում մի քանի օր հետո այլ ձևով սա կրկնում է, երևում է, որ հրահանգ կատարողներ եք, եւ ինչ են այս 4-ը հրահանգ կատարում եւ սրանց սազանդարները, սրանց սազանդարներին թվում է, թե ինչ տեղի ունեցավ, 88 թվականին այն բոլոր լավ եղանակ ստեղծող մարդիկ
Դրանից հետո այն մութ ու ցուրտ տարիներին հեռացան Հայաստանից, քանի որ գործարաններ, ֆաբրիկաներ հոսանք չէր տալիս այս տականքը, մարդիկ էլ ուզում էին ապրել, բոլորը հեռացան։ Մնաց բան, որ հասարակարգը, որի ձեռքին ոչինչ չկար, մնացին են թալանչիները, աֆերիստները, որոնք ինչ-որ գործարաններ էին իբր առել, բայց Լևոնին գումար էին տալիս Արա Սահակյանի միջոցով և գործարանները նվեր էին իբր ստանում, հետագայում էլ գալիս էին այդ գործարանների լավ ստանոքները նույն Արա Սահակյանի միջոցով թալանում տանում։ Եվ բացի դա ստեղծում էր այս տականքը այնպիսի պայմաններ, որ նույնիսկ այդ վիճակում գործարանները արտադրանք չտան։ Թեպետ այդ արտադրանքը պետք էր և Ռուսաստանին, և սոցերկրներին, և կարող էին մարդիկ ուղարկել, և Աֆրիկա, և Ասիայի ոչ զարգացած երկրներ, այնտեղ վաճառեին այդ ամենը։ Թեպետ նաև եվրոպական շուկաներում նույնպես լավ վաճառվում էր մեր ապրանքը, քանի որ Հայաստանի ապրանքը մի քանի անգամ ավելի էժան էր, քան եվրոպական ապրանքը, կարող էր Հայաստանը գոյատևել և լավ ապրել։ Այս տականքի գործած մեղքերը ամենաշատն են, և սրան ընտանյոք հանդերձ պետք է ինչ-որ մի աղբանոցում սատկացնել և վառել, որ գարշահոտը չլինի։ Որից հետո այս անգրագետ տականքը, 4-ն էլ անգրագետ են, 4-ն էլ ոչ մի նորմալ կրթություն չունեն, այս 3-ը տասավարտ են, սա էլ մեռած լեզուներ, սովորած տականք է, են էլ երևի չի սովորել KGB-ի լրտես լինելով գնահատական են նշանակել։ Դրա համար Հայաստանի վիճակը պետք է դա լիներ։ Հետագայում ինչ տեղի ունեցավ։ Եկան այս երկու տականքները Արցախից և սկսվեց Հայաստանում նոր տիպի ալան թալան։ Սա Լևոնի ծրագրերն էր, սրանք այս ծրագրերը շատ լավ էլ կատարեցին, ինչպես ցույց եմ տվել Նիկոլին այդ թվերից աճացնում էին 90-ական թվերի և փոքր հասակում և բռնաբարել են Նիկոլին և վախեցրել և Նիկոլը լինելով տականք ավելի մեծ տականքություններ է այսօր անում, քան մնացածը և այս մնացածը կարող են Նիկոլին 5 րոպեում գործից հանեն, ոչ թե հանեն, ցանկացած մեկին ուղարկեն մոտը տեղում գնդակը հարի Նիկոլին կամ Նիկոլին բռնեն աղբանոց գցեն, բայց չեն անում նրա համար, քանի որ իրենք նույն բանն են կատարելու, բայց իրենց պատիվ չէ Հայաստանը իբր կործանել, թեպետ իրենք արդեն կործանել էին, Նիկոլին անելու բան չէր մնում, միայն ստորագրել և մի քանի միլիարդ գումար դնել գրպանը, և այսօր էլ սազանդարները, այ սազանդարներ, այ անասուններ, դուք նույնպես կրթություն չունեք, ոչ մեկը նորմալ հասկացողություն չունեք, ինչ է պետությունը։ Պետությունը դա մի մեխանիզմ է, որը պետք է ունենա արդյունաբերություն, հատկապես ծանր կամ այնպիսի արդյունաբերություն, որի արտադրանքը արտահանվում և վաճառվում է այլ երկրներում։ Իսկ դուք բացի հայկական միրգը, այն էլ այսօր Թուրքիայի մրգի հետ համեմատ կոնկուրենտ չի, և միայն կոնյակ եք վաճառում, ինչ ունեք վաճառելու աշխարհին։ Այդ հանքերի հումքն էլ տանում են այլ տեղ մշակում, ոչ թե ձեզ են տալիս, մեկ էլ Զոդից և մի քանի տեղերից հայկական ոսկի է վերամշակվում, էդ է, ամբողջը դա է Հայաստանը, և դրանով այդ սազանդարները գովալով, սազանդարները չհասկանալով, որ իրենց կյանքը սետք են վերցնելով, ձեռքը գնալով խանութ իրենց մի երկու ապրանք առնելով, գալ տունը կոֆեն խմելով, ինչ-որ մի մսեղեն լափելով, որից հետո ժամը 2-3-ին գնալ մի ալիքում հաչալ, ինչ տալիս են ձեռքերը նայել հաչում են, համարելով, որ ապրեցիք։ Եվ այդ բոլոր տականքները ոչ թե միայն մեզ հայ ազգին եք ոչնչացնում, դուք արդեն ոչնչացել եք ձեր զավակներին, ձեր թոռներին, դուք բոլորդ տականքներ եք ձեր թոռների, ձեր երեխաների առաջ, ոչ միայն մեր առաջ։ Այսքանը այս թեմայով,
Հիմա ասնենք ավելի առաջ, որպեսզի նաև հասկանալի լինի մնացածը։ Այս մասին ես ասացի նախորդ ֆիլմում նույնպես։ Տրամպը ասեց, եւ այս հնարավոր է նաև այստեղ նախատեսում է հնարավոր նաև մի դեպք, որպեսզի այս երկուսը նաև միմյանց վրա նաև սրանց միջև կռիվ լինի։ Բայց այստեղ ամենակարևոր պահը սա է, Միջին Ասիան է։ Նորից եմ կրկնում, որևէ մեկը մի ֆիլմ եք ստեղծել, ասել Միջին Ասիական երկրներին, չեմ ասում նաև Մոնղոլիային, եւ այստեղ սրանց էլ են վերցնելու, այ այսպես, հիմա էլ այսպես են ցանկանում անել այս ամենը, իբր մեծ թուրանը։ Ասել եք սրանց, որ Տրամպը արդեն բրուտի անունից խոսեց, որ բոլոր երկրներին զրկելու են իրենց ատոմային զենքից։ Սիրելի հայեր, մոտարապես 4-ից 6 հազար հայեր, որոնք դիտում եք ինձ։ Դուք ունեք բարեկամներ, հարազատներ, որոնք ավելի կարող են, որոնք գտնվում են եւ Ռուսաստանում, եւ Ղազախստանում, եւ Իրանում, եւ Թուրքիայում, եւ Միջինասիական երկրներում, եւ Ռուսաստանում։ Բացատրել եք նրանց, որ ինչի համար են ստեղծում մեծ թուրանը։ Այդ մեծ թուրանը, այդ բրուտական ծրագիրը նաև մեզ օգնում է նրանով, եթե մենք բացատրում ենք Ղազախին, Ուզբեկին եւ սրանց բոլորին տաջիկ, մաջիկ, թուրքմենին, որ դրանից հետո նրանք այստեղ ղազախական ուրանը աճեցնելով ռումբեր են գցելու այստեղ եւ սրանց ավտոմատ ռումբերը ձեզ են վերացնելու եւ սրանց ավտոմատ ռումբերը եւ սրանց ավտոմատ ռումբերը ձեզ են վերացնելու, ապա սրանք կհասկանան, թե իրենց գլխին ինչ է գալու, որովհետեւ իրենք դառնալու են ատոմային զենքի ոչնչացված երկրներ, նրանց դա ձեռք չի տալիս եւ նրանք նույնպես կբարձրացնեն այս հարցը, կբարձրացնեն գլուխները, որ գործ չունեն սրանց հետ եւ այս ծրագիրը փուչիկ կդառնա, նաեւ փուչիկ կդառնա այստեղ Հայաստանի այս ձևով վերացումը եւ կբացատրեն, թե ինչու բացատրեք նաեւ թե ինչու են Հայաստանին վերացնում, որպեսզի իբր մեծ թուրան ստեղծեցին դրա համար։ Անում եք նման քայլ, չեք կատարում նման քայլ։ Եթե այստեղ ես սրանում համոզված չլինեի եւ ասեի կատարեք, դա իմ կողմից կլիներ սրիկայություն։ Ես սրանում ոչ թե համոզված եմ, ունեմ նաեւ իմ ինֆորմատիկ կանալները, ամեն ինչ ստուգված է, դրա համար ասում եմ, այս իբր մեծ թուրանը սա սրանց վերացնելու համար է, ոչ թե սրանց վերացնելու համար է, իրականությունը նա է, որ միայն իրենք ունենան, այսինքն ԱՄՆ-ն, Անգլիա ունենան, Ֆրանսիան էլ իրենց բորնիկն է, ինչ տարբերություն, սրանք էլ իբր ունեն Իսրայել կոչվածը, բայց նրանց էլ կարող են լռեցնել, իսկ այստեղ չեն կարող լռեցնել Իրանին, Չինաստանին, Հյուսիսային Կորեային եւ Ռուսաստանին, Պակիստանի հետ միասին, դրա համար այստեղից սրանց են ոչնչացնում, իսկ սրանց ավտոմատ զենքերն են, քանի որ ատոմային զենքերը դրված են ավտոմատի վրա, որտեղից հարվածը գալիս է այնտեղ պետք է հարվածեն, նրանք սրանց են վերացնելու, վերանալու է Միջին Ասիան ատոմային պատերազմից, իսկ ինչի իրանք իրենց մոտից հարձակվեն, այստեղից հարձակվեն կամ հյուսիսային կիսագնդով վերևից հարձակվեն կամ բերեն այստեղ իրենց տանկերները կանգնացնեն այստեղից, երբ որ հասկանան նրանք են նորից իրենց վրա հարձակումը տեղի ունենա, ավելի լավ է այստեղից պատերազմը կլինի սրանց մեջ, իրենք նորից կլինեն հաղթողը եւ իրենք կլինեն միայն ատոմային զենք ունեցողը, որից հետո աշխարհին կասեն կանգնի, նստի, ворներդ բացեք, էս է։
Ինչի չեք ասում, սիրելի հայրենակիցներ ջան, ինչի չեք ասում ձեր բարեկամներին, ընկերներին, այդքան հաղորդումներ կա հայկական, ինչի չեք բարձրացնում, որ տարբեր երկրների մարդիկ տեղյակ լինեն սրան, օրինակ Ղազախստան, երբ որ ամերիկական ինչ-որ մի կազմակերպություն է գալիս մի բան բացելու կամ դեսպանատան վրա հարձակվեն, որ լկտիներ մեզ փորձում եք այս ձևով վերացնել, կարող եք չէ դա անել, ձեզ փրկելը դա միայն նա չէ, որ կանգնես և դեմքդ պահես, որ դեմքիդ չհարված են, քեզ փրկելը նաև նա է, որ դու ստեղծես այն պայմանը, որ սրանք իրար մեջ հասկանան ինչ է կատարվում, որ քո հետևը սրանք պաշտպանեն, հասկանալով, որ քո հետևը պաշտպանելով իրենց են նրանք պաշտպանում նաև։ Դրա համար, երբ որ ասում ենք ճշմարտություն, ճշմարտությունը ճիշտ ձևով հասկացեք։ Այժմ նաև այն մի ոչ թե խնդրանք, ես խնդրելու որևէ մեկին բան չունեմ, առաջարկել կարող եմ, դեսպանատանը հանձնել։ Ինձ թվում է գոնե Հայաստանում 10 նորմալ մարդ կգտնվի, որ միասին հավաքվեն, գնան դեսպանատան առաջ, թեկուզ վարձով մի $50 տան վերցնեն միկրոֆոններ, խոսեն սրանց դեսպանատան առաջ, դեսպանատան նշան չեմ դրել, լավ նշանակություն չունի, կարդան, հանձնեն դեսպանատուն անգլերեն գրած նամակ, որը ավելի ճշգրիտ ես կասեմ, դուք հայից գողացել եք աշխարհի կառավարումը և աշխարհը տանում եք անվերադարձ կործանման։ Մեզ թուրքը և այլոք կոտորել են քո հրամանով և քո անմիջական աջակցությամբ։ Պետք է դա իմանան, որ պատվիրատուն ինքն է։ Դու խախտել ես տիեզերքի օրենքը, սա այդ տականքի մասին է, խախտել ես բնության օրենքը, որը պայմանավորված է եղել քո նախնիների և հայերիս միջեն, հանգիստ թողնել հայ էթնոսը, այսինքն Թուրքիայի կեսը և առաջարկում ենք վերադարձնել մեր էթնոսի մի մասը, Թուրքիայի կեսը և Ադրբեջան կոչվածը, հակառակ դեպքում կբացահայտենք տիեզերքի գաղտնիքը և որոշ երկրների դրոշների նշաններ, քո և այլոց տիտկոսը կկորցնի իր ուժը, կլինես խաբեբա սրիկա։ Ես սա ավելի այնպես հասկանալի ձևով եմ ասում, բայց գրագետ ձևով կարող եք այս ամենը ես էլ կարող եմ ստուգել ստեղծվի, կարդացվի այս ամենը և հանձնվի իրանց, որ հասկանան, որ հայ ազգը հասկացել է, որ պատվիրատուն և գլխավոր տականքը դա դու ես, ոչ թուրքը, ոչ ազերին, ոչ այդ ցանկությունը կունենային, ոչ էլ հնարավորությունը, եթե դու նրանց թևերի տակ այդ բարձը չդնեիր, կամ ռուսը այդքան տականքություններ աներ։ Հիմա այլ հարցեր, Հայաստանում նաև շրջում է այսպիսի բաներ, հետնոս, մենք հեթանոս ենք եղել, հիմա էլ դարձել ենք քրիստոնյա, հեթանոսը դա ձեր տատերն ու պապերը ձեզ սովորեցնող տականքներն են եղել, հեթանոս չկա, հայը երբեք հեթանոս չի եղել, հայը ունեցել է կենդանի աստվածներ, աստվածները դրանք գիտնականներն են, որոնք մի մասը օրինակ տիրապետում է, որ օրինակ բժշկության մեջ խնձորը ավելի օգտակար է ուտել այս ժամերին, այս ուտելիքից հետո, մի մասը գտնում է, որ ցորենը պետք է ցանվի գարնան այս ժամանակին, մի մասը գտնում է այլ բաներ, գտնում է, որ պետք է քնել ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը կամ 5-ը, տարբեր գիտնականներ կան, և նրանք են որոշում, քանի որ նրանց նաև ստուգում են, նրանք են որոշում ազգի ճակատագիրը, և նրանց անվանել են աստվածներ, խելացի մարդիկ, և այստեղ հայ աստվածներ, եթե նշանակված են, իբր այստեղ միհրն է, համաձայն եմ, թող միհրը այստեղ լինի, և կա նաև այստեղ կին, ինչի համար, քանի որ դա նշանակություն չունի, տղամարդը թե կին է, եթե խելացի է, ապա նա պետք է իշ։
Եվ այստեղ դրված են համաշխարհային ամենահզոր երկու կենդանիները՝ օդի կենդանին, դա թռչող կենդանին, արծիվը եւ առույցը։ Եվ սրանք կատարել են աստվածների հրահանգը։ Երբ որ աստվածները տեսել են մի տականկություն, դա նշանակություն չունի, մի անգամ է կատարել, փոքր է կատարել, մեծ է կատարել, անմիջապես այս կենդանիներից որևէ մեկին հրահանգ է տրվել եւ ոչնչացվել է այդ տականքը հենց այստեղ։ Իսկ այժմ ձեր քրիստոնեության մասին։ Քրիստոսին խաչեցին, ճիշտ է։ Խաչեցին, բոլորդ էլ եւ ֆիլմեր եք տեսել, քանի որ Աստվածաշունչ չեք կարդում, եւ Աստվածաշնչում է գրված դա։ Եվ իր հայրը իր որդուն մի քանի օր հետո կենդանացրեց եւ այդ ցավերը իր որդին կրեց ձեր մարդկության տականկության ցավերը եւ տարավ երկինք։ Հիմա այստեղ ասեմ, եթե այդքան սա ուներ հայր, իրոք այս Քրիստոսի հայրը, որին խաչել են, դա անհայտ է, թե ով է։ Իսկ այն մյուսը, որին ուղարկել են Հնդկաստան, դա Անգլիայի թագավորի եւ Մարիամից ծնված այդ լակոտն է, որը եղել է նարկոման, ուղարկել են այնտեղ քրիստոնեություն, որ չսատկի։ Հասկացել է, թե ինչ է կատարվել, իբր ինքը սաղացել է։ Այստեղ սա, եթե իրոք կար Աստված, որը երկնքում էր եւ իր որդուն կախում է, կգար սրանց բոլորին մի հատ լևատիվ կաներ, կլիզմա կաներ սրանց բոլորին, մի հատ էլ կզսներ առաջ, մի հատ էլ կասեր տղոս առաջ կզեք, հիմա էլ պետք է այսպես ապրեք։ Այս դերասանությունը նրա համար է, որ ընդհանրապես չհասկանաք, թե այս սև մագիան ինչի համար է։ Նաեւ այստեղ հաջորդ հարցը։ Նշում են 3000-ից 5000 տարի է Հայաստանը գոյություն ունի։ Հայ ազգը եւ Հայաստանը գոյություն ունեն 3 միլիոն տարուց ավելի։ Վերջին փոքր Արմագեդոնից հետո հայերի, մեր հայերիս հաշվարկով 54468-րդ տարին է, հայկական օրացույցով։ Հայայի օրացույցով 79000 տարուց ավելի է։ Ես այս կոնկրետ թվերը այստեղ վերջավորությունները չեմ նշում։ Գրիգորյան օրացույց են ասում։ Գրիգորյան օրացույցը դա որն է։ Երբ որ հունվարը բոլոր լեզուներով յանուար եւ այլն թարգմանում են, հայերեն է միայն համապատասխանում հունը վար եկավ, գետերի հունը հունվարից հետո վար է գալիս։ Փետրվար, այսինքն այլևս էլ փայտ չենք օգտագործելու վառելու համար, վերջին ամիսն է փետրվար։ Մարտը դա կռիվ է երկու, ձմռան եւ գարնան միջև, մարտ ամիսն է։ Ապրիլը դա արդեն ցանքի, ապրելու ամիսն է, հողը արդեն կարող է տալ բերք, պետք է հողում ցանենք։ Մայիսն էլ հայ Աստված մայիսի անունով է, որը հյուսիսային Ամերիկայում խոտի նման բույսից ստացավ կուկուռուզը եւ այլն։ Այս ամբողջ կապիկությունները, խայտարակությունները, խաբեություններն ինչի համար է։ Հեթանոս երբեք հայը չի եղել, հայը եղել է նորմալ մտածող, հայը եղել է առանց այդ երևակայական աստվածներ կամ էպոսները գրվել է բրուտները, երբ որ 3000 տարի աշխարհին հսկեցին մեզնից հետո այդ ժամանակ։ Ոչ մի էպոսներով, ոչ մի ստաբանությամբ, նույնիսկ հունվարին, երբ որ Ձմեռ պապին եկավ թաքուն երեխու գլխի տակ կամ տոնածառի տակ խաղալիք դրեց, այդպես հիմարություններ, այդպես փոքր հասակից խաբեություններով զբաղվող բաներ երբեք հայը չի կատարել։ Հիշեք սա, դուք ով եք, դուք քանի որ հայան ինքը առաջին 80,000 տարվա Արմագեդոնից հետո ինքը գիտեր, որ պետք է իրենք մահանան, չեն կարող գոյատևել, քանի որ այդտեղ իրենց էթնոսը չէ, իրենց էթնոսը, իրենց տիտղոսը տվեցին հայերին, եւ հայերս հանդիսանում ենք արևորդի արի եւ հանդիսանում ենք
աշխարհի արարիչ ազգը, քանի որ եթե առաջին 80,000 տարուց հետո հաջորդ 33 անգամ 80,000 տարիներում մենք այսքանը չկատարեինք, այսօր աշխարհը բնակչություն չէր ունենա։ Հետագայում նորից բացատրեմ, որպեսզի հասկանաք, ինչի չեն հայերը ոչնչացրել բոլորին եւ տիրել ամբողջ աշխարհին։ Քանի որ ամեն էթնոս, թե կենդանի, թե մարդ պետք է ապրի իրեն էթնիկ հողում, քանի որ 80,000 տարին մեկ կատարվում է մագնիսական դաշտերի եւ էֆիրի տետե դաշտերի փոփոխություն, այդ ժամանակ ոչնչանում են նրանք, ովքեր չեն գտնվում իրենց էթնոսում, նույնիսկ ամենակարևոր կարող հայան առաջին 80,000 տարում մահացավ, իսկ այսօր, քանի որ մարդկանց մի մասը, հատկապես այդ 111 հոգին մտածում են այլ կերպ, քան ես, քան մյուսները, նրանք մտածում են այսպես, քանի որ իրենց հիշողությունը, իրենց այդ ամբողջ գլխի ապարատը աշխատում է նրանց տրված հիշողությամբ, նրանք իրենց անվանում են հայա, աշխարհի տեր հայա, իսկ ես ինձ անվանում եմ հայ, քանի որ իմ ծնողները այս երկիր մոլորակում են ծնվել, հետո ինչ-որ ես ստացել եմ ինչ-որ հիշողություն կամ ինչ-որ ընդունակություն նրանցից։ Տարբերությունը մեր մեջ դա է, և ձեր և նրանց միջև իմ ձեր միասին վերցրած նրանց միջև դա է, և դրա համար մենք իրարից նաև այդ պատճառով հեռացել ենք։ Հաջորդը ես կնշեմ նաև լինկը, որպեսզի քաշեք, թե որտեղից է սա և դիտեք, 2014 թվականին այս քարտեզները ցուցադրվեց։ Բրուտները, Ամերիկայի Միացյալ Նահանգները և աշխարհում գենետիկ ստուգումներ կատարելուց հետո ինչ է պարզվել։ Այստեղ մենք տեսնում ենք թեկուզ 1000 տարվա կտրվածքով թուրքերը կան, Բուլղարիան կա, հույները կան, լեզգիները կան, վրացիները կան, հայերս կանք, այստեղ ոչ ոք չկա։ Տեսաք, Իրանը կա, Թուրքմենիան էլ չկա այստեղ, ուզբեկները կան, այստեղ դրուզները կան, ինչպես նայում ենք, պալեստինցիները կան և մնացածները Սիրիա և այլն, չեմ ասում մնացածներին, բայց այստեղ մենք չենք տեսնում ջհուդներին, և ջհուդները այստեղ չկան, և այստեղ նաև այս ամբողջ կղզում ոչ ոք չկա, և միևնույն ժամանակ Ադրբեջան կոչվածը չկա այստեղ, այսինքն սրանք չեն եղել, ինչպես դու կարող ես քո էթնիկ հողը տալ, եթե սրանք չեն եղել։ Կցուցադրեմ, հետագայում կտեսնեք ինչպես է աշխատում, կաշխատեսնեք, թե չեք կարողանա, դա էլ հետագայում մեկ այլ ֆիլմում կբացատրեմ։ Երկրորդը, չինացիների մոտ, նրանց այս ցեղատեսակի մոտ, ամենաշատը առաջի և երկրորդ սեզոններն է, հայերն են 4%, նույնիսկ զարմացել են աշխարհում, որ չինացիների մոտ հայերն են այստեղ։ Անցնենք առաջ, Կամբոջայի մոտ նույնպես կան հայերը, տոկոսային հարաբերությամբ քիչ է, բայց նույնպես կան հայերը, նորից առաջին դերերում են։ Եվ այստեղ կարդացեք ու մոտ սեղմում եք այդ կոճակը դուրս է գալիս, նորից կանք հայերս։ Երբ որ Հնդկաստանում ես բացում, նույնպես երևում է, որ կանք հայերս։ Հայերս ամեն տեղ գնացել ենք, բայց տեսնում ենք, որ քանակը փոքրանում է, շատ են գնացել, քանակը փոքրանում է, ես ինչն եմ այստեղ նաև ուզում ցուցադրել։ Հատկապես այստեղ չինացիների մոտ էր իմ պատասխանը ձեզ, որ
Սրանք նույնպես, քանի որ այս Չինաստանում սա մեծ քանակ է կազմում, նրանք նույնպես իրենց համարում են հայա եւ նրանք նույնպես այդ մարդիկ ինչպես նշեցի իրենց կյանքի գնով անվճար աշխատում են 111-ի հետ բացի այս ձևը որ բրուտներն են կատարում թե որ ազգերը երբ ինչ կամ ընդհանրապես այստեղ ինչ որ միտեղ չգիտեմ նշել եմ թե չէ այստեղ կա նաև նշում 3200 տարվա ընթացքում են նրանք դա կատարել թե 3200 տարում ինչը ինչպես է փոխարինվել եւ եթե այստեղ նայեք ամեն ինչ կհասկանաք բայց այստեղ հարցը դա չէ հարցը նա է որ բացի սրանից նաև մեր հայերն են կատարում Ամերիկայում գտնվող մի քանի հայեր են դա կատարում, որից մեկը գիտնական է, նաև տվյալ երկրի հողը, ստորգետնյա ջուրը և մարդկանց գենը պետք է համապատասխանեն։ Շատ քիչ երկրներում է աշխարհի մակարդակով, որ դա համապատասխանել է, որից մեկը նաև մենք ենք։ Եվ մեր հիմնական գենը գտնվում է այս մասում, մեր հիմնական գենը սա է, իսկ մնացածը մենք գնացել ենք և երբ որ այսպես այս ամբողջը վերցրել ենք, ինչպես աշխարհի խաչմերուկ, սա մեր գենի հետ կապ չունի կամ կիսագեն սրանց հետ լեզգիների եւ այլն շփվելով, որ մի ֆիլմում էլ ասացի, որ հյուսիսային Կովկասի հետ Ռուսաստանի երկրների մեծ մասը հայկական ծագում ունեն։ Հայերի լեզգիների խառնուրդներ են նրանք, նայած որինը որքան է։ Եվ ես սա կներկայացնեմ, սա էլ կդիտեք։ Մեկ սխալվի եւ մեկ թույլ տա, որ ձեզ խաբեն։ Ճշմարտությունը եւ վեհությունը մեկն է, բրուտի ցանկությունն է, ինչպես նշեցի եւ այստեղ էլ ցուցադրում եմ այս վիրավորական քարտեզը։ Նրա ցանկությունն է սա, նույնիսկ սա վերացնի, բայց ոչ թե վերացնի դրսից, այլ խայտառակ ձևով, որ այս 4 պոռնիկները եւ նրանց այդ խամբաջիկները այդ ձևով վերացնեն, որպեսզի աշխարհի առաջ, որ սրանք ազգել չեն, տեսակ ինչպես, եթե տեսակ չեն, ազգ չեն, ինչպես վերացան, եւ վերացնի արարիչ ազգին, բացի դա, նաեւ այստեղ հայերը լուռ են, դրա համար ասում եմ, ցանկացած հարց պետք է բարձրացվի բարձրաձայն, ինչի համար եմ այստեղ ասում Միջին Ասիայի հարցը, սա մեզ է կրճում, ինչ եմ ես այստեղ նաև ներկայացել այս հարցը, որպեսզի դեսպանատանը տրվի սա, որպեսզի բրուտը հասկանա, որ մենք հասկացել ենք, նրանք մեզնից վախենում են, նրանք գիտեն, որ ինչ-որ քանակի միլիոններ նաև աշխարհում կան և ովքեր ենք, որտեղ են, ինչ են կատարում, դրանք չգիտեն։ Եվ դրա համար այս Հայաստանի վերացման ծրագիրը նրանք կատարում են ներսից, որ այս տականքների ձեռքով կատարվի։ Ինչ եմ ասում նաև սատկացնել և նորմալ մարդ նշանակել, որպեսզի նորմալ մարդը կարողանա ասի աշխարհին թեկուզ մակում, որ այ ոչխարներ, Միացյալ Ազգերի կազմակերպություն սա չի կարող լինել, քանի որ աշխարհում մի մասը ազգ են, մի մասը ցեղ են, մի մասն էլ փողոցային տականքներ են, ինչպես կարող է անունը լինի, ուրեմն կամ անունը փոխեք դրեք Միացյալ Ազգերի ցեղերի եւ փողոցային տեսակների կազմակերպություն, որպեսզի դա ունենա իր համարժեք արժեքը, ինչ եք նման բան կատարում։ Օրինակի համար, եթե ես լինեի Հայաստանի ղեկավարը, գիտեմ, որ մի օր ծնվել եմ, մի օր պետք է մահանամ։ Ես կկանգնեի ամբողջ աշխարհին այդ մեծ ամբիոններից կասեի եւ բրուտին էլ կասեի, որ այ հիմար
հերիք է տական խաղերը խաղաս, ուզում ես նորմալ, արի նստենք խոսենք, արի նստենք ապացուցեն, որ դու ես աշխարհը տանում կործանման եւ դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես կատարում։ Այսքանը ինձ թվում է հասկացաք եւ հասկացեք, որ Հայաստանը վերանալուց հետո մեղքը մեր վրա են գցելու, դրա համար եմ ասում, սատկացնել այս ոչխարներին, որպեսզի մեր վրա մեղքը չգցվի եւ կատարել այս երկուսը, հատկապես կատարել սա, որպեսզի ինքը հասկանա, որ մենք գիտենք ինքն է տականքներին դրել եւ կատարել սա, որ ինչ որ չափով նաեւ սա է մեզ փրկության հարց, որ սրանք ոտքի կանգնեն, ասեն հասկացել ենք ինչ եք ուզում անել եւ այստեղ բրուտը ինձ թվում է նաեւ պետք է նա վախենա սրանից, ինչի համար եմ սա էթնոսը նաեւ շեշտում եւ ինչի համար եմ շեշտում, որ հայերս թեկուս այս քարտեզներով, եթե մենք դիտարկենք աշխարհով մենք հայերս կարող ենք աշխարհին վերացնել միայն ամբողջ աշխարհում հայեր լինել, ինչի չեն կարել, քանի որ 80,000 տարի հետո նաև բնությունը տալիս է իր արժեքը, որ քո էթնոսը այսքանն է, դու այսքանից են կողմ ապրելու իրավունք չունես։ Սա է քո էթնոսը, սա է քո տարածությունը, որտեղ դու ծնվել ես։ Այստեղ ագրավներ են միգուցե ծնվել, ագրավը կարող է միայն այստեղ լինել, դրանից հետո այստեղ մարդ է եղել, Պաղեստինն է եղել, Պաղեստինը պետք է մնա օրինակի համար։ Այստեղ իրանցիներն են եղել, պարսիկները պետք է մնան։ Տարածվել են այսքան տեղը կամ հայերն են տարածվել այստեղ, դա նշանակություն չունի։ Եվ մենք կարող ենք նաև սա ապացուցել, ինչի համար է այդպես։ Եվ կարող ենք ապացուցել, որ հողը, բերի հողը, ստորգետնյա ջուրը եւ մեր գենը այստեղ մերն է սա մերն է եւ պետք է մեզ տան, եթե չէ, բացահայտվում է, որ ինքը Նիկոլի նման բրուտը պատցան խուլիգանը ոչ մի թագավորել չէ, իսկ նրան պետք է, որ ինքը լինի թագավոր եւ աշխարհի ամենազոր թագավոր։ Դրա համար երբ որ ասում եմ մեր թույլ տեղը նա գտել է, որ տականքներն են ղեկավար եւ երկիրը տանում են կործանման, իր թույլ տեղն էլ դա է, մենք իր թույլ տեղից պետք է գտնենք։ Նաեւ այս երկրների թույլ կողմը նա է, որ իրենց ատոմային զենքով պետք է ոչնչացնեն, դրա համար նրանց էլ պետք է բացատրվի, ասել եմ, բայց գիտեմ, որ մինչ օրս ոչ մի տեղ էլ ոչ մեկը ոչ աշխատում է, ոչ անում է, այսքանը։